Իրանի ԱԳՆ-ն հերքել է արևմտյան մամուլի տեղեկությունը, որ երկրում դեկտեմբերի 28-ից բռնկված ցույցերի ընթացքում զոհվել է 30,000 մարդ։ Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղայեին կեղծ է որակել այդ լուրը։ Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ երկրում ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ, արտգործնախարար Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ 2400-ը եղել են քաղաքացիական անձինք եւ անվտանգության աշխատակիցներ, 690-ը ահաբեկիչներ։ Իրանի գլխավոր դատախազն էլ մեկնաբանել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Իսլամական Հանրապետությունում զանգվածային ցույցերի ֆոնին հարված չեն հասցրել այդ երկրին, քանի որ Թեհրանը խոստացել է չեղարկել ձերբակալված 800 քաղաքացու մահապատիժը։ Ոչ այդպիսի թիվ կա, ոչ էլ Իրանի դատական մարմիններն են նման որոշում կայացրել, նշել է Մոհամմադ Մովահեդին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը պահպանվում է, տեղեկություններ կան, որ ամերիկյան կողմն ուժեր է կուտակում Իսլամական Հանրապետության ուղղությամբ Մերձավոր Արևելքում։ Նաեւ հաղորդվում է, որ միջազգային մի շարք ավիաընկերություններ չեղարկում են Մերձավոր Արևելքի տարածքում, այդ թվում Իսրայելում չվերթները։ Թեհրանից հորդորել են Վաշինգտոնին սխալ հաշվարկների հիման վրա քայլեր չձեռնարկել, քանի որ դրանք համարժեք արձագանք կստանան։ Աբու Դաբիում անցած շաբաթ ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների եռակողմ հանդիպումները։ Բանակցային թիմերը հայտնել են, որ հաջողվել է հասնել որոշակի առաջընթացի, մոտակա օրերին շփումները կարող են շարունակվել։ Օրակարգային հիմնական հարցը եղել է Դոնբասը, որի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Մոսկվան պահանջում է, որ ուկրաինական ուժերը լքեն Դոնբասի նույնիսկ այն տարածքները, որոնք չեն անցել ռուսական վերահսկողության տակ։ Կիևի համար դա անընդունելի է, քննարկվում է նաեւ Զապորոժիեի ԱԵԿ-ի ապագայի հարցը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի փոխել տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Նրա խոսքով Ռուսաստանը վաղուց փորձում է հեռացնել ուկրաինական ուժերին երկրի արևելքից, սակայն չի կարողանում հասնել այդ նպատակին առաջնագծում։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել։ Մենք համաձայն ենք շփվել եռակողմ ձևաչափով, բայց փոխզիջում գտնելու համար պետք է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան, այդ թվում ամերիկյան կողմը, ընդգծել է նախագահը։ Նա հավելել է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցություններում քննարկվել է ամերիկյան 20 կետանոց խաղաղության ծրագիրը։ Խնդրահարույց հարցերը շատ են, բայց այժմ դրանց թիվը նվազում է, հավելել է Զելենսկին։ Նաև նրա խոսքով սպասում են Ուկրաինայի համար ԱՄՆ-ի եւ Եվրոպայի անվտանգության երաշխիքներին։ Միացյալ Նահանգների հետ երկկողմ անվտանգության երաշխիքները 100%-ով պատրաստ են։ Կիևն այժմ սպասում է ստորագրման ամսաթվի եւ վայրի հստակեցմանը, մանրամասնել է Զելենսկին։ Կանադայի վարչապետի օրերս Պեկին կատարած այցի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը հաջողությամբ եւ ամբողջությամբ գրավում է Կանադան։ ԱՄՆ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, թե Կանադան ոչնչացնում է ինքն իրեն։ Պեկինի եւ Օտտավայի միջև հնարավոր համաձայնագիրը պատմության մեջ կմտնի որպես ամենավատ գործարքներից մեկը, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ Թրամփը նախազգուշացրել էր, որ եթե Օտտավան առևտրային գործարք կնքի Պեկինի հետ, Վաշինգտոնը 100%-ի մաքսատուրք կսահմանի ԱՄՆ ներմուծվող կանադական ապրանքների համար։ Նա նաեւ նահանգապետ է անվանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։ ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, Վաշինգտոնը թույլ չի տա, որ Կանադան վերածվի տարանցիկ կետի ԱՄՆ մտնող էժան չինական ապրանքների համար։ Կանադայի վարչապետն արձագանքել է. Օտտավան չի պատրաստվում ազատ առևտրի համաձայնագիր կնքել Չինաստանի հետ Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա եռակողմ պայմանագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների պատճառով։ Մարկ Քարնիի խոսքով Պեկինը եւ Օտտավան ընդհանրապես փորձում են լուծել վերջին տարիներին կուտակված առանձին առևտրային վեճերը։ Խոսքը մասնավորապես չինական էլեկտրական մեքենաների, գյուղատնտեսական եւ ձկնային արտադրանքի մատակարարումների մասին է։ Հունվարի 24-ին ԱՄՆ ներգաղթի դաշնային ծառայության աշխատակիցները Մինեապոլիսում սպանել են տեղացի Ալեքս Փրեթին։ Ծառայության պաշտոնական հայտարարության համաձայն ապօրինի ներգաղթյալի ձերբակալման գործողության ժամանակ տղամարդը մոտեցել է դաշնային գործակալներին եւ սպառնացել նրանց զենքով, ինչից հետո իրավապահները կրակ են բացել։ Զլմները գրում են, որ ըստ ականատեսների Փրեթի մոտ զենք եղել է, բայց նա չի սպառնացել իրավապահներին, այլ մոտեցել է օգնելու գետնին ընկած կնոջը։ Տղամարդու սպանությունից հետո Մինեապոլիսում ցույցեր են սկսվել, ակցիայի մասնակիցները պահանջում են քաղաքից դուրս բերել ներգաղթի եւ մաքսային ծառայության աշխատակիցներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային իրավապահներն ինչ-որ պահի կհեռանան Մինեապոլիսից, սակայն թե երբ դա տեղի կունենա, հայտնի չէ։ Թրամփը քննադատել է տեղական իշխանություններին գործակցությունից հրաժարվելու եւ քաոս հրահրելու համար։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչները Մինեապոլիսում քաղաքացիական անձի են սպանում։ Հունվարի 7-ին սպանվել է Ռենե Նիկոլ Գուդը, որը չէր ենթարկվել դաշնային ծառայողների հրահանգին։
ԱՄՆ 24 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել, ուժեղ ձնաբքի պատճառով շուրջ 200 միլիոն մարդ տուժել է։ Մի շարք նահանգներում երթևեկությունը կաթվածահար է, կան էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ։ Հունվարի 24-ին ավելի քան 14,000 չվերթ չեղարկվել է, հայտնի է առնվազն 11 զոհի մասին։ Հիմնականում տուժել են հարավային նահանգները։ Եղանակային պայմանների հետ կապված մահվան դեպքեր են գրանցվել Թենեսիում, Կանզասում, Նյու Յորքում, Տեխասում, Լուիզիանայում եւ Միչիգանում։ Կանխատեսվում է, որ առաջիկա ժամերին ձյունն ու ձնախառն անձրևը չեն դադարելու։ Դիանա Գասպարյան, լուրեր։